Ողջույն, առաջինի եթերում Սիրանկյունն է։ Այսօր մեր հյուրն է Arm Comedy համահիմնադիր Սերգեյ Սարգսյանը։ Ողջույն Սերգեյ։ Բարև Սիրանուշ։ Այսօր առաջին հարցը որ պիտի տամ դինելու է ֆիզիկայից։ Ինչու է ջրում ավելի հեշտ լողալ, քան քայլել։ Դա ինձ թվում է կրոնական բնագավառից է, որին ես շատ դժվարանում եմ պատասխանել։ Նամա մի անգամից հանձնվում եմ։ Այսինքն ֆիզիկայի առաջին հարցը տանուլ տվեցիք։ Ահա։ Որովհետև կապված է լայնության հատույթի մակերեսից։ Սա հարցի պատասխանն էր, բայց ոչ թե կրոնական, այլ ֆիզիկայի տեսակետից։ Okay։ Շատ լավ։ Վերջ ինձ գցեցիք իմ ուշադրությունից ու ես հիմա ասենց լրիվ անպաշտպան, խոցելի պատրաստ եմ ձեր հարցազրույցին։ Կարծում եմ դուք պատկերացրեցիք, թե ինչ էր մեր հարցը, առաջին հարցը ֆիզիկայից։ Հուշեք։ Առաջին AM լրատվականի Սիրանկյուն հաղորդումը հարցազրույց անցկացրեց այս աղջկա հետ։ Սիրանուշը կարծես հաճույք է ստանում տերորի ենթարկելով 20 րոպեանոց դժոխք սարքելով այս խեղճ աղջկա համար։ Հա, հասկացանք, չի կարող պատասխանել։ Նույն հաջողությամբ Սիրանկյունը ինձ կարող էր կանչել հարցազրույցի եւ հարցեր տալ ռադիոֆիզիկայից կամ ուղղակի հարցներ ինչքան կլինի 7 անգամ 8 ու ես կհայտնվեի նույն սոնայի վիճակում։ Սերգեյ, այն ինչ դուք կատարում եք կարծես թե վեր է հումորից, հա, ինչպես առաջացավ գաղափարը անել մի բան, որը կարծես թե մեր իրականության մեջ նոր էր, հա, նորությունների տեսքով քաղաքական գործիչներին անդրադառնալ, հասարակական խնդիրներին անդրադառնալ։ Սկզբում արեցիք մի բան, տեսակ այդքան լայքեր եւ այդքան կարծիքներ կան ու որոշեցիք ավելի լայն գործունեություն ծավալել։ Ինչն էր պատճառը, որն էր, որ խթան հանդիսացավ։ Ես ու Նարեկը վաղուց ենք հետևում տարբեր հումորային երգիծական միտումներին, ֆորմատներին եւ ուզում ենք, որ Հայաստանում լինի ինչ-որ հետաքրքիր արտահայտվելու միջոց, լրատվա միջոց, հենված հեգնանքի գործիքի վրա։ Ու մենք մեծ երկրպագուներ ենք ամերիկյան համանման ֆորմատների, հաղորդումների, որոշեցինք Հայաստանում ստեղծել առաջինը, ամերիկյան The Onion պարբերական նման մի կայք ստեղծենք, armcomedy.com։ Եվ այնտեղ ուղղակի լրատվության միջոցով, ֆորմատով փորձեցինք ներկայացնել Հայաստանի իրականությունը, մի քիչ գույները ավելացնելով կամ պակասացնելով, որպեսզի շատ կարևոր ակտուալ քաղաքական եւ սոցիալական խնդիրներ ավելի ակնհայտ դառնան, ավելի մատչելի դառնան եւ մարդիկ ավելի շատ զգան, տեսնեն որն է չարը կամ չարիքը փորձում ենք ընդգծել, որ մարդիկ կողմնորոշվեն եւ ավելի զգույշ լինեն։ Եվ փորձում եք նաև լուծումներ առաջարկել դրանց համար։ Իհարկե, օրինակ չանել չարիքը, հա։ Եթե թարմ օրինակներից, եթե ցույց ենք տալիս շեշտված, որ ինչպես է ժրաջան կերպով падգամավորը սեղմում կոճակներ եւ շատ ձեռնը լիա թոք բոլոր կոճակներին ձեռնամուխ է լինում, ապա դա ցույց ենք տալի, որպեսզի էլ չանեն դա։ Կամ շարիկ գլորել, այլևս չանեն։ Հա, ինչ-որ ավելի լավ խաղալ, օրինակ բնապահպանության հետ կապված։ Բնապահպանության հետ կապված բաց եմ թողել եւ չեմ նայել, բայց այնուամենայնիվ հետեւել եմ, թե օրինակ Պուտին ակումբի ձեր բացման արարողությունները, ինչպես դուք հակագովազդ արեցիք։ Այո, որովհետև Պուտին ակումբի բացումը լուրջ, դա ապտակ է մեր ինքնասիրությանը, դա ստորացուցիչ բան է, ինչ է նշանակում Հայաստանում բացվի այլ երկրի նախագահի պաշտամունքի կենտրոն։ Եվ որոշեցինք մեր գործիքը կիրառելով անենք այնպես, որպեսզի մարդիկ ջղայնանան դրա վրա եւ հաշվի կառնում լսարանը, թե ովքեր են ձեզ հետևում, Facebook-յան հանրությունն է ավելի շատ, ովքեր են ձեզ այսօր դիտում եւ ավելի շատ ովքեր են համակիրները եւ դրական արտահայտվողները։ Ուրեմն մենք սկսեցինք այդ Facebook-ում մի 30 տենց լայք ունենք, հիմա աճել ենք մինչև, ոչ թե աճել ենք, ուղղակի տենց հասել ենք մինչև 3000 քանիսի, բայց դա ուղղակի տենց ջերմ լավ մեծ շոյող գործոն է, իրականում մենք փորձում ենք բոլոր ինտերնետային հնարավոր միջոցներով տարածել, թե Facebook-ով, Twitter-ով եւ բլոգերով, այսինքն մեր բլոգով հիմնականում։ Հա, Facebook-ը հիմնական ռեսուրսն է այսօր, որը ոչ միայն մեր կայքի նյութերն է տարածում, այլ ընդհանրապես քաղաքացիական հասարակության ոնց որ կայացման ինքը շարժիչն է դարել, որովհետև ուղղակի այլընտրանքը չկա։ 3-4 տարի առաջ դուք նման բան չէիք պլանավորի անել, հա։ Հասարակությանը փոփոխված տեսակ, թե Facebook-ը ամեն դեպքում խթանեց այս ամենին։
3-4 տարի առաջ չկար ամենայն դեպս այս պահանջը, չկար քաղաքացիական հասարակության ծիլերը, հիմքերը, սաղմերը։ Facebook-ը ինքը տոտալիզատորի, այսինքն մոբիլիզացնող դեր խաղաց եւ Facebook-ի միջոցով ուղղակի մարդիկ, որոնք համակարծիք էին, համախոհներ, կարողացան միասին կարծիք արտահայտել եւ նաեւ օֆլայն ինչ որ բաներ կազմակերպել։ Այսինքն Facebook-ը ոչ թե ինչ որ բան մարդկանց մեջ փոխեց, այլ համախոհ մարդկանց թույլ տվեց ավելի ռեալ միավորվել։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա քաղաքացիական հասարակության մեջ, այդ համախմբումները, Մաշտոցի այգի, Թրջկան եւ այլն, այդ համախմբումը նաեւ մեծապես պայմանավորված է Facebook-ի Այսօրերին Մաշտոցի պուրակ այցելեցիք, արդյոք ձեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտեցիք, ստորագրեցիք, բողոքի ակցիային մասնակցեցիք։ Այո, գնացինք ու գնում ենք Մաշտոցի պուրակ, նույնիսկ ռեպորտաժ ենք նկարել, մեր News Hub-ում արդեն կա։ Եվ ընդհանրապես փորձում ենք ներկայացնել այդ քաղաքացիական նախաձեռնությունների հետ կապված նորությունները, որոնք վրիպում են դասական լրատվամիջոցների աչքից, չգիտեմ ինչու։ Մենք փորձում ենք այդ բացը լրացնել։ Այն ինչ որ մեր կարծիքով կարևոր է, բայց չի լուսաբանվում։ Օրինակ, ինչներ դուրս մնացել այս անգամ լրատվամիջոցների կամ լրագրողների աչքից ու ձեր աչքը նկատեց ու փորձեցիք News Hub-ով հրամցնել հասարակությանը։ Ես ձեր հարցին կարողանայի պատասխանել մոտ 2 տարի առաջ, երբ դեռ դիտում էի հեռուստացույց։ Իսկ հիմա ես ուղղակի այդ իրականություն կտրվել եք համեմատվել, հա, հեռուստացույցի ցույց տվածով, ուղղակի ուզում եմ մեզ համար կարևորը առանձնացնել եւ դրա վրա կենտրոնալ։ Հենց դա ենք մենք անում։ Ակտուալ թեմաներ, որոնք ըստ մեր համել ստացված արձագանքների իրոք շատ քչեր են լուսաբանում մասսայական համազգային ԶԼՄ-ներով։ Հեռուստատեսությունից ընդմիշտ եք կտրվել, թե եթե ձեզ օրինակ առաջարկեին որևէ ալիքում դերակատարություն ունենալ, նույն ծրագրով կմասնակցեիք եւ կշարունակեիք։ Գիտեք, հիմա լուրեր են պտտվում, որ հեռուստաընկերությունից մեկը առաջարկություն է, այսինքն առաջարկություն կա համագործակցելու եւ Armcomedy-ին գնալու է հեռուստաալիքներից մեկով անելու իր հաղորդումը, եթե հաստատվի դա, եթե Armcomedy-ին հաստատի այդ լուրերը, ապա նաեւ կկարողանանք ավելի մեծ լսարանին հասցնել այդ մեր ֆորմատը։ Այսինքն չեք հրաժարվի նման պրոյեկտից նաեւ։ Այսօրվա News Hub-ը եթե նայեք, չնայած մինչև սա ցույցն արդեն այսօրվանը չի լինի, այնտեղ շատ սպառիչ մանրամասն խոսում ենք մեր հեռուստատեսային պլանների մասին։ Իսկ Civilnet-ում ձեր աղնելիքը ավարտված է։ Civilnet-ը շատ լավ ու շատ կարևոր, շատ արժեքավոր տեղ է եւ մենք առայժմ այնտեղ ենք, բայց անկախ նրանից մենք որտեղ կլինենք, կարծում եմ կապը կպահենք եւ շատ նաեւ համագործակցության հնարավորություններ կփորձենք օգտագործել։ Արդյոք հնարավոր է այսօր հեռուստատեսություն գնալով երկուսով հնարավոր կլինի փոխել մի ամբողջ իրականություն, հա, որը զգալի հատվածն է եւ չի հետեւում համենայն դեպս Facebook-յան քննարկումներին, on-line կայքեջերին։ Դե բա չփորձենք, հենց դա մեզ դիտում են հիմա այն մի քանի հազար մարդիկ, հա, ովքեր ըստ էության համախոհ են, այսինքն մարդիկ, ում ոչ թե ինչ որ համոզելու խնդիր ունենք, այլ նրանք ուղղակի գնահատում են, որովհետև համաձայն են մեր կարծիքի հետ։ Եթե ուզում ենք ավելի գլոբալ առումով ինչ որ բան փոխել, պետք է լսարանը մեծացնենք։ Եվ այդ ուղղությամբ ենք հիմա աշխատում, եւ կարծում եմ, այո, որովհետև մարդիկ ավելի լայն աուդիտորիան կարծում եմ ջղայնացած է ու դժգոհ է, մի տեսակ ճահճացած, լճացած վիճակից դասական հեռուստաալիքներում։ Դրա համար եթե այնպես մի փոքր գործիք էլ ընկնի մեր ձեռքը, մենք այնքան մաքսիմալ կօգտագործենք, որ կփոխենք մի քիչից, բայց մշակույթ ձևավորել, թե ինքնակնդատության, թե առողջ հեգնանքի եւ մինչեւ այս պահը լավ արդյոք հեռուստաալիքներով չկային համանման գոնե մոտ ծրագրեր, հա։ Դե գիտեք, հեգնանքը դա ընդհանրապես գործիք է, դա կարելի է օգտագործել սոցիալական, մշակութային խնդիրների մասին խոսալու համար, որը արվել է մինչ այսօր կամ քաղաքական նաեւ։ Մենք քաղաքական երգիծանքի ասենց ասեմ կողմնակից ենք եւ քաղաքական երգիծանքը որպես գործիք, որպես ազգի առողջացման գործիք օգտագործելու կողմնակից ենք։ Դե որովհետեւ սովորաբար հեռուստաալիքների այդ հումորիստներին սովորաբար ասում են այ իշխանության գործիքն են կամ չգիտեմ, եթե գնաք արդյոք ձեզ այդ գործիքը չեք զգա։
Այսինքն արդյոք մենք կդառնանք ռեժիմի գործիք։ Չէ։ Եթե կարճ ուրեմն չէ, եթե երկար ուրեմն մենք կարծում եմ շատ արդեն կարողացել ենք հասնել մի մակարդակի, մի տեղ, որտեղ մարդիկ հասկանում են մենք ինչ ենք փորձում անենք եւ եթե մենք սկսենք ուրիշ բան անել, ապա ուղղակի իմաստը կկորցնի մեր թե հաղորդումը, թե մեր մյուս նախաձեռնությունները։ Մենք ցանկացած ֆորմատ օգտագործելով, լինի դա հեռուստատեսություն, թե ինտերնետ, մենք մեկ է փորձել ենք Հայաստանը դարձնել ավելի լավ, ավելի ինքնակնդատ, ավելի հոգեպես առողջ։ Իսկ քաղաքականապես արդյոք կողմնորոշված եք սովորաբար քաղաքացիական սպեկտրի ներկայացուցիչները իրենց քաղաքականությունից դուրս են դիտարկում։ Դուք ունեք որևէ կուսակցություն, որի նախընտրում եք, շարժում, որի կողքի կանգնած եք, թե զերծ եք մնում նման բաներից եւ փորձում թե իշխանության, թե ընդդիմության համար ինչ որտեղ զսպաշապիկ լինել։ Ինձ թվում է այսօր Հայաստանում շատ ավելի կարևոր է քաղաքացիական հասարակության ու քաղաքացի լինելու դերը։ Քաղաքական առումով կարող եմ սահմանափակվել նրանով, որ գնամ ընտրությունների։ Այո, ես գնում ընտրությունների եւ կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները պետք է գնան ընտրությունների, որպեսզի կարողանան նաեւ ինչ որ ձեւով համ կառավարել երկիրը, Այսինքն դուք ունեք ընտրության հնարավորություն, շատերը չունեն ընտրության հնարավորություն։ Ովքեր։ Չէ, նկատի ունեմ մարդիկ, ովքեր դաշտում չեն տեսնում քաղաքական որևէ ուժ, որին կուզեին այսօր իրենց ձայնը տալ։ Փաստորեն դուք կողմնորոշված եք։ Ես հասկանում եմ, որ դա գնում, բայց նույնիսկ եթե չկան լավ ուժեր, պետք է ճարիքի փոքրագույնը գտնել, պետք է վերցնել ու ինչ որ մեկին, ինչ որ մի քաղաքական ուժ դաստիարակել, դարձնել քոնը, դարձնել ավելի հասկանալի, ավելի լավը, չի կարելի ուղղակի հրաժարվել ու մեկուսանալ։ Պետք է անդադ փորձել փոխել, նույնիսկ ամենավատ կամ ամենաանընդունելի իմ համար քաղաքական ուժը ես պատրաստ եմ օգնել իմ հեգնանքի միջոցով, որպեսզի նրանք դարձի գան կամ ուղղակի չանեն այն ակնհայտ չարիքը կամ ակնհայտ սխալները, որոնք անում են հիմա։ Դաստիարակությունը ինչպես եք պատկերացնում քաղաքական գործիչներին։ Դաստիարակությունը պատկերացնում այսինքն քիչ կոռուպցիայի կդիմեն, ընտրություններն արդար կանցկացնեն, ինչպես եք պայքարելու, ասենք News Hub-ը ինչպես է պայքարելու նախընտրական։ Ասեմ, նախընտրական շրջանը ու ընտրությունները դա քաղաքական երգիծանքի համար բերքահավաքի ժամանակ է։ Դրա համար մենք մեծ հաճույքով պատրաստվում ենք այդ շրջանին, բերքահավաքին։ Մենք փորձում ենք փոխել քաղաքական ինչ որ խմբեր, գործիչների եւ այլն մատնանշելով նրանց սխալները, ակնհայտ դարձնելով եւ շեշտադրելով նրանց բլթոցները, ինչու ոչ։ Հենց դրա վրա է կենտրոնացած մեր այսօրվա գործիքը, որպեսզի նրանք ավելի գրագետ եւ ավելի զգույշ, ավելի նորմալ անեն իրենց վստահված գործառույթները։ Երիտասարդների հետ կապված ինչ խնդիրներ կան, արդյոք ավելի ազատականներն են ձեզ նախընտրում, թե օրինակ սյունած արծիվներն են դիտում ու հաճիկով ծափահարում։ Ես հույսով եմ, որ մեզ դիտում են նաև սյունյաց արծիվները, որովհետև մենք կուզենայինք, որ մեզանից շատ տարբերվող մարդիկ էլ փորձեն ինչ-որ բան փոխել այս երկրում դեպի լավը եւ փոխվել իրենց դեպքում դեպի լավը։ Այդ առումով դա տենց, իսկ մեզ դիտում են երևի ավելի ազատական, ավելի ակտիվ, ավելի Facebook-ա մեծ երիտասարդությունը, բայց փորձում ենք նաև այդտեղ աուդիտորիան մեծացնել եւ նույնիսկ մարդիկ ովքեր համաձայն չեն, կամ ինչ որ ավելի պահպանողական են, դա չի խանգարում մեզ ինչ որ նրանց մեսեջներ ուղարկել կամ նրանց վրա ուղղել մեր ուշադրությունը։ Ընտրությունների ընթացքում ինչ եք անելու, ասացիք բերքահավաք է լինելու, իսկ կեղծված ընտրությունների դեմ ինչ եք պատրաստվում անել։ Դե նախ ուզում եմ ասեմ, նայելով երևի ինչ որ մի կամերայի մեջ, մենք ձեզ հետևելու ենք, քաղաքական գործիչներ ջան, դրա համար շատ զգուշ, զուսպ, համեստ եւ ցանկալի է նաեւ ազատ ու արդար։ Ցանկալի է, թե հավատում եք, որ իսկապես ամանորյա ելույթը, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, որ արդար ընտրությունների են գնալու, մի օր իրականություն է դառնալու։ Տեսեք, այդ ձեր հարցը եթե ասենց կրիստալիզացնենք, ապա
Հիմա ինչ, ամեն ինչ ձեր կարծիքով ամեն ինչ լավ ալնելու, չեք կարծում որ ինչ որ կեղծիքներ կլինեն։ Իհարկե, ամեն ինչ միանգամից լավ չի լինելու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հիասթափվենք ու վերջ, քաշում ենք մի կողմ։ Մենք կփորձենք փոխել այն, ինչ որ հնարավոր է փոխել։ Իսկ այն ինչ որ ու մի 20% էլ այն ինչ որ հնարավոր չի փոխել։ Միանգամից ամեն ինչ, բոլոր կեղծիքները sense մաքրել, սրբել չենք կարող։ Ըստ ձեզ այնուամենայնիվ 2007-ի հետ համեմատությամբ արդյոք տարբերություն կա նույն ընտրությունների նկատմամբ վերաբերմունքի առումով, հասարակության ավելի զսպաշապիկ լինելու առումով, փոփոխված հասարակություն է։ Ну, եթե նախընտրական շրջան ենք ասում, նույնիսկ նախընտրական շրջանն է, դրա համար կարծում շատ շուտ է դատել ընտրությունների տարբերությունները, բայց ինձ թվում է շատ ավելի մասնակցային, շատ ավելի հետաքրքիր պետք է լինեն այս ընտրությունները, որովհետև մարդիկ ավելի մոբիլիզացված են հիմա ցանկացած նորություն, եթե 2007 թվականին Facebook օգտագործում են մի քանի հազար մարդ, հիմա 200 քանի հազար մարդ։ Եվ ինչ որ ցանկացած քայլ այս կողմ կամ այն կողմ միանգամից կփոխանցվի եւ մարդկանց մոտ կա արդեն մոբիլիզանալու ռեսուրս։ Դրա համար կարծում եմ ուզած-ջուզած պետք է դեպի բարեփոխումներ քայլեր անի իշխանությունը։ Արդյոք քաղաքական գործիչների զանգեր ստանում եք քննադատություններից հետո, թե ընդդիմադիր, թե իշխանական ճամբարից։ Եթե չմասնավորեցնենք զանգեր, SMS-ներ կամ ուրիշ մեսեջներ, ապա արձագանքներ շատ տարբեր տեղերից ստանում ենք եւ ոչ միայն Հայաստանից, եւ մեծ մասը ողջունող մեսեջներ են եւ առայժմ տենց շատ տհաճություններ չեն եղել։ Ողջունում են ձեզ, այսինքն լինում է, որ ասում են ապրեք տղերք, մենք այդ ձեր ասելուց հետո ահագին մտածելու բան ունենք։ Գիտեք ինչ, մենք չենք փորձում, եթե նկատել եք, մեր հիմնական սկզբունքը այն է, որ փորձում ենք չվիրավորել մարդկանց։ Մենք փորձում ենք քննադատել արարքը, քաղաքականությունը, սխալը, որը շատ հաճախ է կպած այնց մարդուն, բայց մենք փորձում ենք անել այնպես, որպեսզի այն մարդը, ում քննադատում ենք կամ ում արարքը քննադատում ենք, ինքն էլ մեզ հետ ժպտա։ Գուցե միշտ չի ստացվում, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ հատել ենք այն սահմանը, որ մարդիկ ինչ որ, չգիտեմ, ափերից դուրս գան ու ինչ որ շատ ուժեղ նեղանան։ Պատրաստվում եք առանձին կազմակերպել միջոցառումներ երկուսով, ասենք որևէ թատրոնի շենքում կամ չգիտեմ, հա, մենք հաճախ տեսնում ենք, որ այդպես դուետները նաև հանդես են գալիս թատրոնի բեմահարթակից, երբևէ մտածել եք այդ մասին։ Ես հենց նոր հիշեցի, որ քեզ չեն գրավել փաստորեն դեկտեմբերին մեր համերգին։ Մենք 2007 թվականից անում ենք stand-up երեկոներ, այսինքն հումորի այդ ֆորմատը կոմեդի կլաբական ֆորմատի երեկոներ այսքան հյուրերի ընտրության հարցում հասկացա ջոկողություն եք գնում իմացա պետք է հրավիրեմ միջև այդ շատ ավելի փակ ու նեղ կրուգով ենք անում ստոպ ակումբում իսկ վերջին անգամ Մոսկվայի տանը այտենց մի քիչ ավելի մեծ մի քանի 100 հոգով 200 հոգով հոգանոց դալիճում արեցինք եւ պատրաստվում ենք շարունակել նաեւ այն ինչ որ չենք հասցնում ասել այս ֆորմատով ասում ենք այն ֆորմատով ինչ որ մյուս տեղը չենք հասնում հոդվածների միջոցով հետո գործիքները տարբեր են մեր սոցիալական գովազդներ սկեչեր ստենդափեր ու ինչ որ նմանակումներ իրական սոցիալական իրավիճակների Սերգեյ հնարավոր է այս հետ այլևս Մոսկվայի տանը չանեք հաշվի առնելով որ ձեզ գուցե այնտեղ էլ չսիրեն կապված Պուտին ակումբին ընդդիմանալու կամ հեգնանքով մոտենալու հետ կապված Միանգամից այդ պատասխանեմ հա կարող է բայց իրականում կարծում եմ եւ հույսով եմ որ նույնիսկ մեր քաղցր Դաշնակիցը Ռուսաստանի ինքը գիտակցում է, որ այս երևույթը ուղղակի աստապ բենդերություն էր, սա ինչ որ շատ մանկամիտ եւ ինչ որտեղ ռոմանտիկ ջանքեր գտնելու դրա համար դա ընդհանրապես չեմ կարծում որ կազդի ռուսական Սա գտնանքեր Պուտինին, չգիտեմ, ինչ էր ձեզ, հա, թե ավելի մտածողության հարց էր Դա մաքսիմալիստական գտնանքեր իմ կարծիքով, այսինքն բոլորը հնարավոր իշխանական օղակներին, ովքեր կարևորում են Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում։ Այդ առումով հույսով եմ ինչ որ ձևով բացահայտեցինք այդ աստապ բենդերությունը եւ սրանից հետո արդեն ամեն ինչ կլինի հոգեպես առողջ հիմքերի վրա։ Տարոն Մարգարյանն չի պատրաստվում ձեր թիրախում հայտնվել։ Էլի մի քիչ ուշացակ արդեն հայտնվել է եւ այս քանի օրվա նյութաբերում մեր նաեւ անդրադառնում ենք թե Մաշտոցի թեմային, թե բնականաբար քաղաքապետի թեմային։
ինչպես նաև մեր կասառույցներին, հա, արդյոք չանդրադարձակ փորձեիք հումորի միջոցով հասկացնել իշխանություններին, որ քաղաքը մաքուր է պետք պահել։ Մեր կասառույցը առաջինը մեզ անդրադարձավ եւ այսօր շատ դժվար եմ դուրս եկել օրինակ մեքենայով կանգնած տեղից, բայց այս հարցում փորձում եմ մի քիչ ավելի հասկանալով մոտենալ։ Դե իհարկե շատ լավ կլիներ, եթե չլիներ մեր կասառույցը եւ ես չեմ կարող ուղղակի ասել, որ քաղաքապետարանը ոչինչ բան չի անում։ Հա, քիչ է անում եւ այն օրինակ մեր հայացը այսքան օրը մակրեցին ճիշտ ասած դրա համար շատ դժվար է ինձ բողոքելը բայց արդյոք կարող են ավելի լավ գործ անել հա վստահ եմ որ կարող են հույս դնել միայն գլոբալ տաքացման վրա չի կարելի վերջ երկու տարում ինձ թվում է տենդենսը դա է որ մեկը հա ձմեռները համարյա ցուրտ չի անում հենց որ առանձնապես բենզինի ծախս չի լինելու այդ մեքենաների համար չէ կարծում եմ այդ պետք է ավելի լուրջ վերաբերվել բայց այս News Hub-ում այդ թեման չկա։ Լավ, վերջին մի հարց, ինչ է անում Սերգեյ Սարգսյանը News Hub-ից դուրս։ Հաց եմ ուտում, լավ պլոտնի հաց եմ ուտում։ Բացի դրանից ամերիկյան սերիալների ֆանատ եմ մի քիչ, տենց մի քանի սերիալներ կան, բայց ախր սերիալ բառը շատ սխալ է, էլի արդեն շատ այլանդակված բան է։ Տենց շոուների ամերիկյան սեր ունեմ, որոշ բաներ քաշում նայում եմ։ Եվ մասնակցում եմ Ինչու ամերիկյան հայկական այդքան սերիալ է ցուցադրվում հայկական սերիալ է ցուցադրվում ինչու չեք նայում հայկական սերիալներ Հենց այդ հայկական սերիալները քաջալերում են մարդուն նայել ամերիկյան սերիալներ հայկական սերիալների ինդուստրիան ստեղծում է բոլոր պայմանները ամերիկյան սերիալների բարգավաճման համար այնքան վատն են Սերգեյ, լավ, բացի քաղաքացիական կյանքով ապրելուց կա ուրիշ զբաղմունք, որը դուք փորձում եք անել, հա։ Ի նկատի բացի սերիալ դիտելուց, աշխատանքային մասնագիտական այդ զբաղմունք։ Մյուս զբաղմունքը գիրք գրելն է, բայց դա շատ յետին պլան ցավոք սրտի մղվեց այս վերջին պրոյեկտներով, վիդեո պրոյեկտներով եւ այլն։ Հա մի հատ հրատարակել եմ գիրք Վարդագույն քաղաքի գույնը 2-3 տարի առաջ եւ հիմա հաջորդն եմ հույս ունեմ այս տարի կվերջացնեմ Ընտրություններից առաջ ինչ կասեք հանրությանը Ընտրություններից առաջ նախ ուզում ասել գնացեք ընտրություններին նույնիսկ եթե չեք հավատում նույնիսկ եթե չեք կարծում որ ձեր կշիռը լիովին հաշվի առնվում բայց վստահ եղեք որ դուք ահագին դժվարացնում եք կեղծումները ձեր ընտրություն գնալով դժվարացրեք այդ չար մարդկանց գործը Շնորհակալություն Սերգեյ